Եվս մեկ պատմություն հետևորդից, եւ երբ իմ հետևորդը պատանի է լինում եւ նրանք հյուրախաղերից վերադառնում են, ցավոք սրտի նրանց ավտոբուսը ընկնում է ձորը եւ նա պատմում է, որ մի քանի անգամ պտույտ է տալիս ընկնում է ձորը, նա հրաշքով ողջ է մնում, բայց մինչ այդ ինչ որ նախանշաններ են լինում, օրինակ ագրավ է մտնում իր սենյակ, հա, ես ուզում եմ ասել Ժորժան, մի վախեցեք այդ նշաններից, հեսա քիչ հետո կասեմ, թե ինչու։ Եվ նա ասում է այդ պահին ես մահվան վախ չունեի, ավտոբուսը գլորվում էր, ես էլ իմ այդ ինչ որ սիրային իմ հարցերի մասին էի մտածում։ Հիմա ինչ եմ ասում, մի վախեցեք նշաններից։ Նշանները մեզ տրվում են նրա համար, որպեսզի մենք զգուշանանք։ Եթե մարդը վախենում է նշաններից, նրա հետ մի բան է պատահում, բայց երբ որ ասում է շնորհակալ եմ, ընդունում եմ, ես ու չի վախենում նշաններից, նա չի գնում այդպիսի բաների մեջ, օրինակ ինչքան մարդիկ չեն նստել ինչ որ օթանավ, որը կործանվել է, մեկ ասում է ինչ որ ուշացել է, մյուսը ասում է պասպորտիս մեջ այդ թվերն է անցած եղել, հա, պարզապես այդ մարդիկ չեն վախեցել նշաններից։ Ես այդպես չեզոքացրել եմ իմ բացական երազները։ Առաջ երբ որ ես վատ երազ էի տեսնում, առավոտյան մի վատ լուր էի լսում։ Մեկ անգամ երբ այդ տիպի երազ տեսա, ես վեր կացա եւ ասեցի, ես չեմ վախենում։ Ես վատ լուր չեմ լսել, ես վստահ եի, որ չեմ լսի, ասեմ ավելի, ես լավ լուր լսեցի եւ մինչ այսօր չեմ վախենում, ինչն էլ դեզ եմ խորտ տալիս։ Հիմա հարգելի հետևորդ, իմ հետևորդը ասում է, ես չէի վախենում, այնուամենայնիվ այդ վախը, որը խորը գնացել էր ենթագիտակցության մեջ, հիվանդությունների տեսքով դրսևորվեց շաքարախտի, նեյրոպաթիայի, եւ իմ հետևորդը ասում է, որ նա վախենում է, որ կգանվի սայլակին, որտեղ ոտքի ցավեր ունի, հա, ուժեղ մեկ նեյրոպաթիայի պատճառով։ Ինչ եմ ձեզ ուզում ասել, Ժորժան, դուք էլ եք։ Կա մի հրաշալի ֆիլմ, որը կոչվում է Գաղտնիք, բայց ոչ թե գեղարվեստական, երկու ֆիլմ կա, այլ վավերագրական, 2006 թվի խորհուրդ եմ տալիս, ով չի տեսել նայեք, այնտեղ մտքի ուժի մասին է խոսքի ուժի մասին է խոսում են հայտնի մետաֆիզիկներ, քոուչներ, քվանտային հոգեբաններ, փիլիսոփաներ եւ մեկ դեպք եմ այդտեղից ուզում պատմել, մի օդաչու մենակ է լինում փոքրիկ օդանավի մեջ, կործանվում է օդանավը սարերում եւ նա շատ պատկերացնեք ինչ վատ վիճակում է լինում եւ ասում է որ ինձ բերեցին հիվանդանոց ջարդուփշուր եղած ես մենակ կարողանում եի անգամ շնչել չէի կարողանում ապարատով էի շնչում միայն մտածել եւ դեպքը լինում է մարտին նա ասում է որ ես որոշեցի որ սուրբ ծնունդին պետք է իմ ոտերով դուրս գամ թեպետ բժիշկները ասում են որ եթե ողջ մնա լավ կլինի եւ նա անընդհատ վերջնական արդյունքներ պատկերացնում իր մտքի մեջ որ նա իր ոտքերով դուրս է գալիս եւ 9 ամիս հետո նա իր ոտքերով հիվանդանոցից դուրս գալ եկավ հարգելի հետևորդ եւ ձեր ժողովուրդ ջան եթե մի բան շատ եք ուզում չկա ամբուժելի հիվանդություն լավ որ ձեզ